Ծնունդ շնորհավորող, լույսին, գծին հետևող ու կյանքի ամենատարբեր ոլորտներում կիրառվող ռոբոտներ են ցուցադրված Հայաստանում առաջին անգամ անցկացվող ռոբոտոն միջոցառմանը։ Սա բացառիկ հնարավորություն է գաղափարների, փորձի փոխանակման, ինչպես նաև միմյանց հետ ծանոթանալու ու շփվելու համար։ Բեռը հավաքում, այս օժանդակ ռոբոտը օգտագործելով վերցնում է դնում այստեղ, հեռաչափ տվիչները, երբ որ տեսնում են ինչ-որ առարկա կանգնում են, սարքելուց լիքը խնդիրներ են լինել, բայց մենք հաղթահարել ենք եւ ինչպես տեսնում եք այստեղ ենք։ Ես եւ Հայկը այս ռոբոտը սարքել ենք մեկ շաբաթում, ես հավաքել եմ միացումները, իսկ Հայկը գրել է կոդը։ Հետևում է լույսին, այսինքն նրա վրա կան 2 հատ լույսի սենսորներ, որտեղ լույսը ավելի շատ են, ռոբոտը գնում է լույսի կողմը, սա մեր 4րդ ռոբոտն է։ Իդրամի եւ Mindcenter-ի հերթական համագործակցությամբ անցկացվող այս միջոցառումը իրական տոն է ռոբոտաշինությամբ ու ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրված դպրոցականների համար, որը ներառում է նաեւ ֆինանսական գրագիտության բաղադրիչ։ Ռոբոտոն միջոցառումը կազմակերպել ենք լուծելու համար այն խնդիրը, որ շատ երեխաներ եւ ծնողներ ծանոթ լինեն ռոբոտաշինությանը եւ կարողանան երեխաները փորձարկեն, սիրեն այդ ոլորտը, ավելի հետաքրքրվեն սեր առաջանագիտ դեպի գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Շատ ուրախ ենք լինել Ռոբոտոն 2025-ի գործընկերը։ Նշեմ, որ Mindcenter-ի հետ սա մեր հերթական համագործակցությունն է եւ մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտվելու է նորարարությամբ, տեխնոլոգիական կրթությամբ եւ տեխնոլոգիական մտածողությամբ։ Այսօր մենք մի միջավայրում ենք, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են, թե ինչպես կառավարել, նախագծել եւ ծրագրավորել ռոբոտներ, այլև հասկանալ, թե ինչպիսին է հենց իրական աշխարհը իր ֆինանսական բաղադրիչներով։ Ռոբոտների փորձարկումից բացի միջոցառումը ներառում էր նաև պանելային քննարկում։ Թեման երեխաների ապագայամետ կրթության կարևորությունն է։ Ռոբոտոնի գլխավոր գործընկեր Իդրամը մշտապես աջակցում է տեխնոլոգիական կրթական ծրագրերին եւ երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Իրականում շատ կարևոր է, երբ որ բիզնեսը եւ կրթությունը համատեղում են եւ բիզնեսը շատ աջակցում է կրթական նախագծերին։ Իդրամի հետ առաջին անգամ չէ, որ միջոցառում են կազմակերպում, միշտ եղել են մեր կողքին տարբեր նախաձեռնություններում, թե ֆինանսական գրագիտության առումով, թե ռոբոտոնի առումով համագործակցում ենք բավականին երկար եւ շատ կարեւորում ենք բիզնես եւ կրթական համակարգ համագործակցությունը։ Օրը դարձավ ավելի հիշարժան ու աշխույժ ֆինանսական աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից Ջունիորի շնորհիվ։ Իր ներկայությամբ միջոցառմանը նա հաղորդեց ոչ միայն ուրախ տրամադրություն, այլև կրտսեր բարեկամներին օգնեց կատարել անհպում վճարումներ։ Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ ID բանկի հետ արշավի շրջանակում Իդրամն ու ID բանկը իրականացնում են ֆինանսական գրագիտության լիարժեք ու ամփոփ դասընթացներ։ Իդրամի անունից նշեմ, որ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդների զարգացմանը եւ տեխնոլոգիական կրթության խրախուսմանը։ Մենք այսօր այստեղ ունենք QR-ներ տեղադրված, որոնք սկանավորելով ձեր երեխաները կկարողանան գրանցվել մեր ֆինանսական գրագիտության դասընթացին։ Ռոբոտոնի այցելու Էդուարդ Շաթիրյանը Իդրամի ջունիոր հավելվածով անհպում վճարումներ է կատարում արդեն մոտ 1 տարի։ Շատ հեշտ է իրանով գնումներ կատարել։ Եթե ես առաջ միշտ հետս պետք է փող վերցնեի, քարտ վերցնեի, Իդրամ ջունիորը հենց հեռախոսի մեջ է եւ դու կարաս ամենտեղ տանես։ Օրինակ մի հատ պատմություն պատմեմ, ես ընկերոջս հետ գնացել եմ Մեգամոլ եւ խաղեր են խաղում։ Փող մոտս չկար, ոչ է քարտ կար։ Բռնեցի, Իդրամով վճարեցի եւ իմ քարտից վրա արդեն խաղաքարտի վրա փող կար եւ այդ պահերի համար Իդրամ ջունիորը ինձ շատ է պետք եկել։ Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան արժեքավոր մրցանակներ Իդրամի կողմից։ Ռոբոտոն 2025-ն ամփոփվեց մասնակիցներին փոխանցելով նոր հմտություններ ու գաղափարներ, զարգացնելով նրանց հետաքրքրությունը գիտական ու տեխնոլոգիական ոլորտների հանդեպ։